Ողջույն սիրելիներս, շարունակում ենք ինքնաբացահայտումը թվային հոգեբանության միջոցով, թվերի միջոցով, շարունակում ենք ընկերանալ մեր ծննդյան թվերի հետ և բացահայտել ինքներս մեզ և մեր շրջապատին։ Եթե հիշում եք, նախորդ անգամ մենք խոսեցինք մեկ թվի դրական և բացասական էներգիաների մասին և այն մասին, թե երբ մարդը գտնվում է մեկ թվի դրական էներգետիկ դաշտում, ինչպիսի դրսևորումներ է ունենում և եթե գտնվում է նույն թվի բացասական էներգետիկ դաշտում, ապա ինչպիսի դրսևորումներ է ունենում։ Իդեպ սիրելիներս, ամեն անգամ ես մոռանում եմ ասել, որ տարածեք այս տեսանյութերը, որպեսզի ձեր ծանոթները, հարազատները, մտերիմները ևս կարողանան իրազեկվել, կարողանան իրենք իրենց ճանաչել կամ իրենց շրջապատին և կարողանան իրենց հարաբերությունները շտկել առայժմ մեկ թվի շրջանակներում։ Իհարկե մենք կշարունակենք թվերի մասին զրույցները, ես կպատմեմ բոլոր թվերի մասին 1-ից 9, թե որ դեպքում ինչ բացասական և դրական էներգետիկ հոսքեր կարող են լինել և որպեսզի դուք կարողանաք ճանաչել ձեր մտերիմների և ձեր մտերիմների վարքագծից հասկանալ, թե տվյալ պահին ինչ է կատարվում ձեր հարազատի հոգում և չսրեք, այլ փորձեք կրակի վրա ջուր լցնել և հանգցնել կրակը, այսպես ասած, եթե մարդը գտնվում է բացասական էներգետիկ հոսքում, դաշտում և կարողանաք ինքներդ ուրեմն ինչ-որ միտեղ բուժիչ ազդեցություն ունենալ ձեր շրջապատի վրա։ Ես կարևորում եմ այդ, քանի որ և նյարդային համակարգն է դրանից ավելի կայուն լինում և մարդկային հարաբերություններն են ավելի բարձր մակարդակի վրա լինում, ուստի խնդրում եմ լայքեք տեսանյութերը, լայքեք, եղեք ակտիվ, կիսվեք ձեր մտորումներով և փորձեք ձեր մտերիմներին ևս ուղղորդել, որպեսզի իրենք էլ կարողանան որոշ չափով ինֆորմացված լինել ընդհանրապես թվերի աշխարհի մասին, որը մարդու կյանքը դարձնում է ավելի երջանիկ և ավելի նպատակային։ Այսօր ուզում եմ խոսել, շարունակելով մեկերի թեման, ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր ունեն մեկ թվանշանի տակ ծնված երեխաներ, այսինքն ում երեխաները ծնվել են ցանկացած ամսի 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին և ինչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխայի հետ փոխհարաբերությունը լինի ավելի կառուցողական, որպեսզի քիչ լինեն սուր անկյունները և երեխան կարողանա ռեալիզացնել իր ներքին պոտենցիալը և դուք լինեք ավելի օգնող, քան խանգարող ձեր երեխային։ Ի սկզբանե ասեմ, որ եթե ձեր երեխան ծնվել է այդ իմ նշած օրերին, յուրաքանչյուր ամսի 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին, այսինքն ծննդյան օրվա թվերի գումարը կազմում է 1, ապա պետք է իմանաք, որ ձեր երեխայի էներգիան կուտակվում է իր գլխում և սրտի շրջանում և նա կարող է շատ սիրել ամեն ինչ մտածել, վերլուծել, ամեն ինչի մասին ունենալ սեփական կարծիքը արտահայտվել, դուք պետք է միայն խրախուսեք, պետք չէ երեխային կաշկանդել, ասել դու փոքր ես, դու չես հասկանում, դու ինչ գիտես, ինչի ես այդպես խոսում, թույլ տվեք, թող երեխան արտահայտվի, ասի այն, ինչ մտածում է և անի այն, ինչ սիրտը ուզում է։ Սա կլինի ամենալավ օգնությունը ձեր երեխային, որպեսզի թույլ տաք, որ ինքնադրսևորվի, ազատ արտահայտի իր մտքերը, հակառակ դեպքում ձեր երեխան կսկսի կաշկանդվել, կսկսի անընդհատ մտածել, ասի թե չասի, արդյոք կբարկանան իր մտքի վրա, թե չեն բարկանա և դրանից երեխայի մոտ հնարավոր է ուրեմն առաջանան գլխացավեր,
գլխի շրջանում տհաճ ուրեմն զգացողություններ եւ սրտի շրջանում խնդիրներ։ Ուստի որպեսզի նման իրավիճակներում չհայտնվի ձեր երեխան, փորձեք նրան օգնել, ինչքան հնարավոր է, թույլ տվեք հնարավորինս երեխան արտահայտվի, թեկուզ եթե համաձայն չեք երեխայի կարծիքի հետ, հումորի տվեք, փորձեք շեղել կամ ինչ-որ բան, բայց երբեք մի նախատեք, որովհետև մեկ թվի էներգիայի տակ ծնված երեխաները ունեն շատ փխրուն ուրեմն հոգի եւ եթե փորձեք նրան նախատել կամ հասարակության մեջ նկատողություն անել շատ կոպիտ, ապա նա կարող է նրա էներգիան բլոկավորվի եւ կուտակվի գլխում, երեխան ունենա գլխացավերի շարք անհասկանալի պատճառներով կամ ասենք, չգիտեմ, սրտի շրջանում սպազմեր եւ այլն, ինչը կարող է ավելի մեծ անհանգստություն առաջացնել ձեր մոտ, որպեսզի երեխան անընդհատ լինի ռեսուրսի մեջ, պետք է երեխային թույլ տալ զբաղվել ինչով, որ ինքն է սիրով ուզում զբաղվել, այսինքն եթե երեխան որոշում է նկարել, տարեք նկարչական խմբակ, եթե մեկ ամիս հետո չի ուզում, փոշմանում է եւ որոշում է ենթադրենք սպորտով զբաղվել, բասկետբոլով կամ չգիտեմ մեկ այլ սպորտով, ապա մի նախատեք, ասեք երեք նկարչության է իր ուզում, այսօր սպորտով, երեխան մեկերը ընդհանրապես սիրում են ամեն ինչ փորձել եւ ինքնադրսևորման ճանապարհն է ամեն ինչ փորձելը մեկ թվով երեխաների համար եւ եթե կաշկանդեք նրանց չխրախուսեք եւ չտանեք իր ցանկացած վայրերը, դա կարող է իր մտքում դառնալ ուրեմն կոմպլեքս, երազանք, ինչ որ կոշտուկ, այսպես ասած, մտքերի մեջ որպես կոշտացած ինչ որ մի զանգված եւ անընդհատ երեխան կարող է այդ տվյալ ուրեմն process-ը վերապրելով ուրեմն ծանր ապրումներ ունենա եւ վախենա ձեզ հետ կիսվել։ Ընդհանրապես ասեմ, որ մեկ թվի տակ ծնված երեխաներին պետք է շատ փորձել կապը հաստատել նրանց հետ հաղորդակցվելու միջոցով եւ եթե երեխային կաշկանդեք եւ նա վախենա արտահայտվել, ապա բավական մեծ կլինի ծնող երեխա կապի խզումը եւ այդ խզված կապը վերականգնելը ուրեմն շատ դժվար կլինի ձեզ համար, ինքը կպարփակվի իր մեջ եւ կսկսի դադարել ուրեմն արձակել այն լույսը, որը ի վերուստ տված է նրան։ Կներեք մի քիչ հիվանդ եմ այսօր։ Անպայման ձեր երեխային ուրեմն հարցրեք, պատե անպատե առիթով հարցրեք իր կարծիքը այս կամ այն երևույթի մասին, այս կամ այն ուրեմն իրավիճակի մասին, հաճախ միասին ֆիլմեր նայեք եւ փորձեք երեխային հարցեր տալու միջոցով թույլ տալ, որպեսզի նա արտահայտվի իր կարծիքը արտահայտի։ Իդեպ ասեմ, եթե դպրոցում մեկ թվի տակ ծնված երեխաները լավ չեն սովորում, դա խոսում է այն մասին, որ երեխան գտնվում է մեկ թվի բացասական էներգիայի դաշտում եւ վախեր կան իր մեջ, այդ վախերը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում նման ծնողներին ուրեմն իրենց երեխաների հետ շատ խոսել, շատ ուրեմն ժամանակ անցկացնել եւ փորձել հասկանալ, թե որտեղից են գալիս վախերը եւ որ չիրականացված երազանքն է նրա մոտ առաջացրել կաշկանդում։ Եթե երեխան չկարողանա արտահայտել իր էմոցիաները, երեխայի համար ուրեմն ծանր ներքին ապրումների դաշտ կբացվի, ինչը ամենայն հավանականությամբ հետագայի համար
լավ չի լինի։ Կներեք, դժվարանում եմ հիմա այս պահին խոսել, այսքանով ուզում եմ ավարտել խոսքս, եթե հարցեր ունեք, եթե ունեք մեկ թվի տակ ծնված երեխաներ, խնդրում եմ կիսվել ձեր երեխաների վարքագծի մասին, եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, ուստի եղեք տեղեկացված եւ փորձեք ձեր հարաբերությունները ձեր երեխաների հետ կառուցել, կառուցողական հուն տեղափոխել, որովհետև շատ կարևոր է մեկ թվի էներգիայի տակ ծնված երեխաների համար, իրենց ապագայում ինքնադրսևորվելու համար շատ կարևոր է մանկության շրջանում երեխային թույլ տալ, որպեսզի ինքը կարողանա իրեն բոլոր ասպեկտներում ուրեմն փորձել եւ տեսնել, թե որ ասպեկտում է ինքը ավելի լավ իրեն զգում, որ ասպեկտում է կարողանում լողալ եւ որ ասպեկտը իրեն դուր չի գալիս։ Ուստի փորձեք քայլ առ քայլ անցնել ձեր երեխայի ուրեմն ցանկությունների միջով եւ թույլ տվեք, որ նա թեկուզ սխալվի եւ հասկանա, թե ինչ պիտի չաներ եւ սեփական սխալը հասկանալու շնորհիվ նա կկարողանա նաեւ անկեղծ գալ եւ ներողություն խնդրել։ Մի ստիպեք ոչինչ մեկերի, նրանք դա չեն սիրում։ Ընդամենը ընկերացեք մեկերի հետ եւ դուք կունենաք հրաշալի, պայծառ եւ լուսավոր երեխա։ Եվ ապագայում նաեւ քաղաքացի եւ ընտանիքի անդամ եւ չգիտեմ մեծ տարիքում գուցե կոլեկտիվի անդամ, ինչևէ աշխատեք ճանաչել ձեր երեխային, եթե նա ծնվել է ամսի 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին եւ ձեր կյանքը կլինի ավելի լուսավոր, պայծառ եւ հաջողակ։ Այսօր այսքանը, հաջորդ անգամ կխոսենք արդեն 2 թվի մասին։ Առայժմ շնորհակալություն ձեզ լայքելու, ձեր կարծիքները գրելու համար, ես շատ շնորհված եմ ձեր բարի ցանկությունների եւ բարի խոսքերի համար, ես ամեն ինչ անում եմ ձեզ համար եւ փորձում եմ գոնե խավարի մեջ մեկ լույս վառել, որպեսզի մարդիկ լինեն ավելի պաշտպանված, երջանիկ եւ առողջ։ Առայժմ կհանդիպենք։